Այն, որ սա հակաեկեղեցական արշավ է, դա հասկանալի է, որովհետև մեկին հատուկ բացատրելու, հիմնավորելու կարիք չկա։ Բայց վերջնական նպատակը ինչ ենք ուզում։ Մեկ երկու օրինակ բերեմ, Պողոս Պատրիարքը մի արտահայտություն արեց, որ նպատակահարմար է Գերագույն հոգևոր խորհրդի փոխարեն ստեղծել սինոդ։ Հետո դա, գիտեք, բավականին լայն տարածում ստացավ, ձեզ քաչայտնի Ժիրայր Լիպարիտյանը եւս դրան անդրադարձավ, որ սինոդը լավ գաղափար է եւ այլն, որտեղից է գալիս սինոդի գաղափարը։ Ոչ այն բովանդակության, որ ձեզ ծանոթ է մեկ այլ կրոնական կառույցներից։ Սինոդ առաջին անգամ ստեղծել է բնականաբար Օսմանյան Թուրքիան, որպեսզի կարողանա ազգային եկեղեցին դարձնի կառավարելի, վերահսկելի։ Հետո բնականաբար 1836 թվականին նույն այս ինստիտուտը կիրառեց նաև Ռուսաստանը, ցարական Ռուսաստանը, որը եւս ձգտում էր որքան հնարավոր է ազգային եկեղեցին դարձնել վերահսկելի եւ կառավարելի, որովհետեւ սինոդը չունի այն կազմակերպաիրավական հիմքերը եւ լիազորությունները, ինչ ունի Գերագույն հոգևոր խորհուրդը։ Կենտրոնաձիգ կառավարումը միշտ էլ գաղութարար երկրների համար եղել է հակոտնյա։ Եվ բնականաբար իրենք ձգտել են դա կյանքի կոչել սինոդի միջոցով։ Բայց հիմա եթե մենք ենք սինոդ ուզում ստեղծել, նշանակում է մենք իսկապես ուզում ենք եկեղեցին դարձնել կառավարելի, վերահսկելի։ Դրա մասին պետք է պարզ խոսել։ Այլապես օգտագործել տերմիններ, որոնք իբրև թե խնդրի հետ կապ չունեն, իրական ուղղակի կապ ունեն։ Այս առումով պետք է ասեմ, որ ըստ էության երևի թե բոլորդ էլ հասկանում եք, նաև այն հոգևորականներն են շատ լավ հասկանում, ովքեր մի պահ դուրս եկան, կարելի ասել ներեկեղեցական կյանքից, փորձեցին իշխանություններին սատարել, այդպես իրենք են ներկայացնում, թեպետ գիտեք, իշխանությունները շատ հաճախ ներկայացնում են, որ կա իբրև թե եկեղեցու ներսում խնդիր, իրենք էլ դե աջակցում են։ Բայց կամա թե ակամա մեր հոգևոր սպասավորները բարձրաստիճան իրենք են պնդում, որ իրենք են սատարում վարչապետին։ Սա կարևոր վերապահում է, մենք հետո սրանք անդրադառնանք, հիմա միգուցե դրա համար հարմար պահ չէ։ Բայց սա բնորոշում է, թե իսկապես որտեղից է գալիս նախաձեռնությունը։ Բայց ինչևէ, այս ամենը ուղղված է իսկապես եկեղեցու դեմ, ով կլինի մայրաթորի, չգիտեմ, հայրապետը, ով կլինի կաթողիկոսը, ովքեր կլինեն, ինչ մարմիններ կլինեն, միևնույն է եկեղեցին իր կարգավիճակով նվազում է եւ այլ ավելի քիչ հնարավորություն կունենա հետագայում պետական շահերին ծառայելու։ Վերջին օրենքները այս մեծ լսարանում, այս բարձր ամբիոնում նաև ներկայացում են օրինագծեր ընդունված, ես դրա մասին են վկայում։ Մենք այսօր խոսում ենք ազգային քաղաքականության մասին, ազգային անվտանգության քաղաքականության մասին, ասում ենք, որ կարծես թե ոմանք շեղվել են դրանից, հարգելիներս, մենք ղեկավարում ենք իրավական ակտերով, իսկ իրավական ակտերում դուք ամրագրում եք այն, ինչ որ պատարակներում է հնչում, ծիսակատարությունների ժամանակ է հնչում, դուք որևէ իրավական ակտ չունեք այն դրույթների մասին, որ բանավոր հնչեցնում եք ասուլիսների ժամանակ։ Իրավական արժեք ունեն միայն այդ իրավական ակտերը, սահմանադրությունը, ազգային անվտանգության ռազմավարությունը, որը ցավոք իրավական ուժ չունի, որտեղ չեք հաստատել, ընդհանրապես տարել եք ազգային անվտանգության խորհուրդ, հավանության եք արժանացրել, մոռացել եք հաստատել։ Այդ շատ կարևոր փաստաթուղթ է։ Դրանից հետո ընդունել եք կառավարության որոշումներ, մինչև հիմա էլ ընդունում եք եւ փաստում եք, որ իսկապես Լեռնային Ղարաբաղից մարդիկ բռնագաղթվել են։ Դուք դարձանագրում եք, հետո ասում եք, բայց չէ, գիտեք, մի ուրիշ բան է տեղի ունեցել։ Իրավական ակտերում ինքներդ եք արձանագրում, որ տեղի է ունեցել բռնագաղթում։ Եվ տեղի ունեցել Ադրբեջանի կողմից ագրեսիվ քաղաքականություն։ Դուք հետո ինչ կասեք տարբեր ամբիոններից, դա արդեն իրական նշանակություն չունի։ Ղեկավարում են մարդիկ իրավական ակտերով, որոնք չեն վերացվել, որոնք չեն էլ վերացվելու կարծում են։ Ավարտելով միտքս ասեմ, որ ես առանձնակի այդպես չեմ ուզում շեշտադրում անել սահմանադրության դրույթների վրա, դրանք կարող են եւ չլինել։ Այսինքն պետք է սահմանադրության մեջ մենք ամրագրենք եկեղեցու կարգավիճակը նոր 5 ընդունենք, որ չի կարելի միջամտել, որ պետք է համագործակցել, ոչ, որտեվ ինքներդ բոլոր շատ լավ հասկանում եք, որ միջազգային իրավական փաստաթղթերը պարզապես սահմանադրության գաղափարախոսությունը, ներքին տրամաբանությունը հուշում է, որ եթե դուք ուզում եք ունենալ հաջողություններ պետական շահերի պաշտպանության տեսանկյունից, դուք պետք է ոչ թե տկարացնեք եղած կառույցներ, այլ փորձեք համագործակցել։ Եվ չեմ ասում տկարացնել ինչ եղանակներով, ինձ թվում է փաստաբանները ներկա են, իրենք ամեն օր են դրա հետ շփվում, տեսնում, շնորհս մենք էլ ենք արդեն դրա ազդեցությունը զգում, բայց դրա մասին չէի ուզենա ուղղակի խոսել, նաև հաշվի առնելով այս դաժան ընթացակարգը, որ սահմանել եք 4-6 րոպեում իսկապես թեման ու ժամանակը, բոլոր դեպքերին շնորհակալ եմ եւ վերջում ուզում ասել, որ ես ծանոթ եմ հայտարարության նախագծի հետ, հաջողված նախագիծը ես կողմ եմ նախագծին։ Շնորհակալություն։